recipe because we have a good start with lower energy. Երեք չարաչի օրը տեղի ունեցավ Եվրատեսիլ 2025-ի կիսաեզրափակիչ փուլը, որի ընթացքում մեր պատվիրակ պարկը պարզապես փայլեց իր ելույթով։ Իսկ եզրափակիչը տեղի կունենա մայիսի 17-ին այսօր, որտեղ պարկը ելույթ կունենա ուշադիր հիշեք 18 համարի ներքո։ Եվ ամենակարևորը նաև ոչ մասնակից երկրները կարող են քվեարկել, այստեղ Միացյալ Նահանգներին եմ ուզում անպայման դիմել, մեր հայրենակիցներին ուշադիր եղեք եւ 18 համարի օգտին անպայման քվեարկեք եւ կհանդիպենք երեկոյան եւ կլսեք իմ կողմից our 12 points go to Սիրում եմ բոլորիդ 18 համարի ներքո ելույթ կունենա մեր պատվիրակ պարկը։ Եվրատեսիլ 2025-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները կհայտարարի Միս Հայաստան 2003 տիտղոսակի Լուսինե Թովմասյանը։ Նա արդեն մեկ անգամ հանդես է եկել որպես Հայաստանի խոսնակ 2011 թվականին։ Եվրատեսիլ 2025-ի եզրափակիչ համերգը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 23:00-ին Հայաստանի պատվիրակ պարկը ելույթ կունենա 18-րդ համարի ներքո։ Հայաստանի օգտին քվեարկելու համար հարկավոր է 18 թիվն ուղարկել ձեր երկրում առանձնացված կարճ համարին։ Քվեարկության կարգին եւ մանրամասներին ծանոթանալու համար կարող եք նաեւ հետեւել մրցույթին ձեր երկրում այն հեռարձակող հեռուստաընկերությամբ։ Եզրափակիչում քվեարկում են Եվրատեսիլին մասնակցող բոլոր երկրները։ Քվեարկել հնարավոր է նաեւ աշխարհի այլ երկրներից, որոնք չեն մասնակցում Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթին։ Հայաստանից պարկի օգտին քվեարկել հնարավոր չէ, այլ մասնակիցների օգտին քվեարկելու համար Հայաստանում գործում է 1004 կարճ համարը։ Եվրատեսիլ 2025-ի եզրափակիչ փուլին մասնակցում է 26 երկիր։ Շվեդիան զբաղեցրել է առաջին տեղը Եվրատեսիլ հեռուստադիտողների հարցման արդյունքում Շվեյցարիայի Բազել քաղաքում կայացած 2025 թվականի Եվրատեսիլի մեծ եզրափակչի գլխավոր փորձից հետո։ Շվեդիայի երգը հանրության ամենաշատ ձայները ստացավ 2025 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթի մեծ եզրափակչի երկրորդ գլխավոր փորձից հետո։ Այսօր երեկոյան անցկացված Եվրատեսիլի հեռուստադիտողների հարցման ժամանակ նրանք ստացել են 245 ձայն 2085 մասնակիցներից։ Ֆինլանդիան եւ Իսպանիան նույնպես ընդգրկվել են լավագույն եռյակում։ Կայը, որը ուրբաթ օրվա առցանց բուքմեյքերների ֆավորիտներից է, երաժշտական կատակերգական խումբ է Ֆինլանդիայի արևմտյան մասում գտնվող մի փոքրիկ քաղաքից։ Չնայած որոշ չափով շփոթեցնող կերպով նրանք ներկայացնում են Շվեդիան։ Ավստրիան եւ Ֆինլանդիան նույնպես ֆավորիտների շարքում են։ New York Times-ը նաեւ գնահատում է, որ Նիդերլանդները, Ֆրանսիան, Իսրայելը, Էստոնիան եւ Մալթան հաղթելու լավ հնարավորություններ ունեն։ Ուկրաինան նույնպես Եվրոնյուսի ֆավորիտների շարքում էր։ Եվրատեսիլ 2025-ի մրցույթի ուղիղ եթերում Հայաստանի ներկայացուցչի ելույթից հետո Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիայի կան 11 ալիքի մեկնաբանը թույլ է տվել վիրավորական եւ ոչ ճշգրիտ արտահայտություն խաթարելով Հայաստանի պատմական ներկայությունը։ Մասնավորապես մեկնաբանը հեգնանքով ասել է. «Չեմ կարող հավատալ, որ մենք Երուսաղեմում մի ամբողջ քառորդ նվիրեցինք այս տղաներին, ակնհայտ ակնարկելով հին քաղաքի հայկական թաղամասին։ Հայկական թաղամասը Երուսաղեմի հին քաղաքի 4 հիմնական թաղամասերից մեկը դարեր շարունակ եղել է ոչ միայն հայ համայնքի հոգևոր եւ մշակութային կենտրոնը, այլև կրոնների ու ազգությունների միջև համակեցության խորհրդանիշ։ Այն հանդիսանում է քրիստոնեական ժառանգության կարևոր մաս, որտեղ գործում են հայկական պատրիարքարանը, եկեղեցիները եւ վանական համալիրները»։ Միջադեպը դատապարտվել է բազմաթիվ սոցցանցային օգտատերերի կողմից որպես պատմության խեղաթյուրում եւ անհարգալից վերաբերմունք միջազգային մշակութային հարթակում։ Հայկական կողմը սպասում է պաշտոնական պարզաբանումների եւ ներողության Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիայի կողմից։ Նշենք, որ Ադրբեջանը դուրս է մնացել կիսաեզրափակչից եւ չի մասնակցի եզրափակիչ փուլին։
Պարգի երգը տոկունության և ներքին ուժի մասին է, այն ներկայացնում է պայքարը դժվարությունների դեմ և կոչ է անում երբեք չհանձնվել։ Երգում կա նաև հայերեն տող «Լույսը հոգումս» վառվող «Ոչ ոք մարել չի կարող», որն ընդգծում է ազգային հպարտությունն ու ինքնությունը։ Նշենք, որ Պարգի Հայաստանի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2025-ում իր երգով արժանացել է միջազգային մամուլի և երաժշտական փորձագետների ուշադրությանը։ Նրա ելույթը գնահատվել է որպես հուզիչ, տեխնիկապես բարձր մակարդակի և մշակված բեմադրությամբ։ BBC բրիտանական հեռարձակողը նշել է, որ Պարգի կատարումը առանձնանում է հզոր վոկալով և հուզիչ բեմադրությամբ, որը կարող է գրավել ինչպես ժյուրիի, այնպես էլ հանդիսատեսի ուշադրությունը։ Eurovision World Եվրատեսիլի վերլուծաբանները կանխատեսում են, որ երգը կարող է հասնել եզրափակիչ փուլ, ինչպես արդեն տեղի ունեցավ, և պայքարել բարձր հորիզոնականների համար։ Եվրատեսիլի ֆան ակումբների կազմակերպության անդամների նախնական քվեարկության արդյունքներով Հայաստանը գտնվում է լավագույն տասնյակում, ինչը վկայում է երգի և կատարողի նկատմամբ ունեցած վստահության մասին։ Որոնք են Պարգի ելույթի առանձնահատկությունները։ Նախ, վոկալ կատարումը։ Պարգի կենդանի կատարումը գնահատվել է որպես տեխնիկապես մաքուր և հուզիչ, բեմում օգտագործվել են լուսային էֆեկտներ և տեսողական լուծումներ, որոնք ընդգծում են երգի թեմատիկայով փոխանցվող հույզերը։ Թեման դիմակայության, ուժի և հույսի մասին է, ինչը համընդհանուր թեմա է և կարող է հուզել տարբեր ազգերի հանդիսատեսին։ Միջազգային վերլուծաբանները կանխատեսում են, որ Հայաստանը կարող է բարձրացնել մեծ հորիզոնականներ։ Նախատեսվում է 6-րդ տեղը, սակայն եթե ելույթը լինի անթերի և կարողանա հուզել հանդիսատեսին, հնարավոր է նաև ավելի բարձր հորիզոնականներ։ Պարգի երգը Եվրատեսիլ 2025-ում համարվում է խոստումնալից մասնակցություն Հայաստանի համար։ Միջազգային արձագանքները դրական են, և ելույթի հաջողությունը կարող է ապահովել բարձր արդյունք։ Երգը ներկայացնում է ժամանակակից փոփ երաժշտության և էթնո մոտիվների համադրություն՝ ընդգծված դաշնամուրային ու էլեկտրոնային հիմքերով։ Երգի կառուցվածքը հանգիստ բացումից դեպի հզոր քորուս ստեղծում է հուզական զարգացում, որն ամբողջությամբ արտացոլում է հայացք անցյալից ապագայի թեման։ Երգի միջնամասում օգտագործվում է հայկական դուդուկի հնչերանգ, ինչը Հայաստանը ներկայացնում է ինքնատիպ ու ճանաչելի ձևով։ Պարգի բեմադրությունն արժանացել է բարձր գնահատականի։ Պարային բեմադրություն չկա, ինչը ըստ բրիտանական լրագրող Ջեյմս Հերնի եղել է ճիշտ ընտրություն, քանի որ թույլ է տալիս լսարանին կենտրոնանալ միմիայն երգի խոսքերի ու երգչի հույզերի վրա։ Երգի ընթացքում ետնապաստառի վրա ցուցադրվում է շարժապատկերներ, ինչը խորհրդանշում է վերածնունդ։